Բարև ձեզ։ Դուք դիտում եք Կարևոր զրույցներ ոդքասթը։ Այն բաղկացած է 14 էպիզոդներից։ Դրանցից ամեն մեկում մենք անդրադառնալու ենք մեկ թեմայի՝ ներշնչված հայտնի բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից արտահայտած մտքերով եւ իր դավանած արժեքներով։ Այսօր մենք խոսելու ենք բարության եւ երախտագիտության մասին։ Ահա թե ինչ է ասել այդ առիթով Ռուբենը։ Եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն ինչպես օդը աննկատ է, եւ մենք հաճախ այն ընկալում ենք որպես ինստինկտիվ ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի եւ ցանկությունների ստրուկը, սա է իմ կարծիքով կյանքի իմաստը։ Մենք այդպես ավելացնում ենք բարությունը եւ լույսը աշխարհում, բոլորի համար։ Բարության եւ երախտագիտության մասին այսօր կխոսենք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից, երևի լավագույնի հետ, Հենրիխ Մխիթարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հենրիխ, սպորտը դա հաղթանակի անհակ տենչ է։ Մարդիկ, որ զբաղվում են սպորտով, ամեն գնով պիտի հաղթեն։ Եվ կարծես թե բարությունը, առավել եթե դա խոսքը գնում է քո հակակորթի նկատմամբ բարության մասին, կարծես թուլություն կարող է ընկալվել սպորտում։ Արդյոք բարությունը սպորտում թուլության դրսևորում է եւ արդյոք եթե այդպես է կամ այդպես չէ, ինչ են շակում բարի կամ ոչ բարի լինել սպորտսմենի համար։ Կարծում եմ միայն սպորտում չի, որ այդպես է, նաեւ կյանքում, երբ հանդիպում ես բարի, համեստ մարդկանց, քեզ թվում է, որ նրանք թույլ են կամ թույլություն ունեն ու մարդիկ շատ ժամանակ փորձում են օգտվել այդ բարությունից եւ համեստությունից քո դեմ կանած մարդուց, որը որ շատ ցավալի բան է, բայց շատ դեպքերում մարդիկ սխալվում են եւ հետո արդեն ուրիշ կարծիք են հայտնում եւ փոխում են իրենց կարծիքը։ Ինչ ասեմ, պետք է մարդիկ հասկանան, որ բարությունը դա թուլություն չի, այլ զուտ մարդու բնավորության գիծ է։ Բարի, հիմա դուք երևի ինչպես բոլոր հայտնի սպորտսմենները ունեք մեծ երկրպագուների բանակ աշխարհում եւ իրենք ձեզ անձամբ որոշ չափով գիտեն միայն միջնորդված մեդիայի միջոցով կամ ինչ-որ դրվագներ գիտեն ձեր կյանքից, հիմնական սպորտային կյանքի։ Եվ ձեզ վերագրում են որոշ հատկանիշներ, հաստատ։ Ամբողջացնելու համար ձեր պատկերը մարդկային։ Այն ինչ եք կարծում, ձեզ համարում են բարի մարդ։ Կարծում հենց այդ մարդկանցից պետք է հարցնեք։ Ես ինքս կարծում եմ, որ ես բարի եմ, ես փորձում եմ բարի լինել բոլորի հանդեպ, ինչու որտեղ դա իմ բնագծերից մեկն է, բարի լինել, համեստ լինել, որտեղ ինձ այդպես են դաստիարակել։ Ու դրա համար ավելի ճիշտ կլինի հարցնել այն մարդկանց, ովքեր որ ինձ ճանաչում են, ովքեր որ իմ հետ շփում են ունեցել, առնչվել են ինձ հետ։ Կարծում եմ իրենք ավելի լավ կպատասխանեն այս հարցին։ Տեսեք, ինձ միշտ հետաքրքրել է մի բան։ Հաճախ լինում է, որ մի խաղի ժամանակ դուք որպես ձեր թիմի անդամ ունեք մի ինչ-որ խաղացող։ Մի այլ խաղի ժամանակ այդ նույն խաղացողը կարող է լինել օրինակ դարպասապահ մրցակցի թիմում, եթե խոսքը գնում է օրինակ համաշխարհային ինչ-որ չեմպիոնատների մասին։ Եվ դուք պետք է հարվածով իրեն գոլ խփեք եւ արդյունքում այդ մարդը բնականաբար շատ ծանր է դա տանելու։ Հիմա այդ պահին դուք իր նկատմամբ ինչ եք զգում։ Ցավ, հակառակը, անտարբերություն կամ որն այն զգացմունքը, թե դա ուղղակի մի խառը զգացմունք է, որի մասին դժվար է խոսել։ Եղել են այդպիսի դեպքեր, երբ իմ խաղանկերը դարձել է իմ մրցակիցը, ում որ գոլ եմ խփել։ Այդ պահին երևի թե ուրախություն եմ զգում, բայց խաղից հետո արդեն մոտենում եմ նրա հետ խոսում եմ, զրուցում եմ, ափսոսանք եմ հայտնում, որովհետև վերջի եղել ենք խաղանկերներ, կիսել ենք նույն սենյակը, խաղադաշտը, նույն հանդերձարանը, դրա համար մի տեսակ ոնց որ վատ ես քեզ զգում, բայց սա ֆուտբոլի մի մասն է եւ պետք է կարողանաս համակերպվել այդ մտքի հետ։ Որպես մարդ, ինչպես դուք ցանկանայիք, որպեսզի ձեզ ճանաչեին եւ հիշեին։ Օրինակ, ինչ կուզենայիք, որ ձեր մասին մարդիկ խոսեին ապագայում։ Մարդիկ խոսեն նրա մասին, ինչպես ես ինձ կպահեմ, ինչպես ես ինձ պահել եմ, ինչպիսի մարդ եմ եղել, որովհետև դու չպետք է անես այնպիսի բան, որ ուզենաս մարդիկ խոսեն քո մասին։ Դու պետք է լինես կերպար,
որ մարդիկ խոսեն քո մասին։ Մի քիչ դժվար է հնչում, բայց ասածս այն է, որ դու պետք է լինես այն մարդին, որ կաս։ Դու չպետք է ստեղծես մի կերպար, որ մարդիկ հիշեն քեզ այդ կերպարի համար։ Ես կամ ինչ որ կամ ու մարդիկ խոսան իմ մասին այնպես, ինչպես որ կարծում են, չգիտեմ, կլինի բարի, կլինի համեստ, կլինի գոռոզ, կլինի ինքնավստահ, ինքնահավան, տարբեր բաներ, դրա համար, ինչպես ասում եմ, ես կամ այն ինչ որ կամ ու մնացած արդեն մարդիկ կարող են ասել, թե ինչպես ինձ կհիշեն։ Դե մի բան հաստատ ձեր մասին կհիշեն, առավել այս հաղորդումից հետո դա համեստությունն է, շատ քիչ եք ձեր մասին լավ խոսում։ Շնորհակալ։ Ում եք առաջնահերթորեն երախտապարտ այն ամենի համար, ինչ որ ունեք։ Իմ ծնողներին, իմ շրջապատին, այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել իմ կյանքում, իմ դաստիարակության մեջ, իմ ֆուտբոլային կարիերայի մեջ, որովհետև առանց նրա կարծում եմ, որ ես այս հաջողությունները չէի հասնի ու չէի լինի այն մարդը, որ կամ հիմա։ Բայց այդ դեպքում կա մի մարդ, ում հետ խոսելը կամ ում հետ մի ինչ-որ դրվագ ունենալը մեծ փոփոխություն է բերել ձեր կյանքի մեջ։ Ցավոք սրտի շատ կուզենայի, որ այդպիսի դրվագներ շատ լինեին իմ կյանքում, հենց հորս հետ խոսալով եւ շփվելով, ավաղ նա կյանքից հեռացավ շատ շուտ եւ նրա դերը ստանձնեց մայրս եւ քերիս, ովքեր որ կարողացան ինձ հենասյուն լինել իմ դաստիարակության մեջ եւ իմ ապագայի մեջ, այն ապագայի, որը որ ունեցել եմ ու ապրում եմ հիմա։ Բայց ամեն դեպքում ինչ որ պահեր հիշում եք, մի ինչ որ խոսակցություն, մի ինչ որ քայլ ձեր նկատմամբ, որ դուք հիմա որ նայում եք հետադարձ հայացքով, իրապես վերափոխել է ձեզ, միգուցե ոչ այդ պահին, բայց դրանից հետո մի ինչ որ գործընթաց է սկսել, որ բերել է ձեր կյանքում զգալի։ Եղել են, շատ դեպքեր են եղել, եւ տարբեր մարդկանց հետ շփվելով շատ բաներ եմ սովորել, լսել, վերլուծել իրենց խորհուրդները, իրենց շարժուձևը, իրենց պայլաձևը, շատ դեպքերում ես ինքս այդ պահին կարողա չեմ զգացել, չեմ հասկացել, բայց կյանքի ընթացքում եղել են դեպքեր, որ վեր եմ հիշել, որ այս մարդը ասաց այս մի բանը կամ իրեն պայեց այս դրվագում այսպես ու երախտապարտ ու շնորհակալ եմ նրանց, որ եղել են այդպիսի մարդիկ, ովքեր որ ինձ կարողացել են ճիշտ ուղղությունը ցույց տալ եւ կյանքում ինձ շատ բան սովորեցնել։ Տեսեք, գրականության մեջ շատ ծեծված դրվագ է, երբ մարդ, որ դառնում է շատ հայտնի, ուրանում է այն ամենը, ինչ եղել է իր կյանքում առաջին քայլերի ընթացքում կյանքի։ Ուսուցիչներին, դպրոցը, քաղաքը, երկիրը անգամ շատ հաճախ։ Դա իր համար դառնում է այդ բարձրունքի տեսակետից, որին նա հասել է, որոշ չափով փոքր եւ ոչ կարեւոր։ Թե որքանով է դա կյանքում բնականաբար տարբեր է, բայց ինչպես անել, որպեսզի արդեն ձեզ օրինակ ծափահարում են ամեն ձեր խփած գոլի արդյունքում ոչ միայն այն տասնյակ հազարավոր մարդիկ, որ ստադիոնում են հավաքվել, այլ պատկերացնում եք, որքան ընտանիքներում միացած հեռուստացույցների առջև մարդիկ ոտքի են կանգնում, սկսում են ծափահարել, գորգռալ եւ ձեզ ողջունել։ Այդ ամբողջի զգացողությունը դրա հետ մեկտեղ պահպանել այդ անմիջական կապը այն մարդկանց հետ, ովքեր ձեր կյանքում նշանակություն են ունեցել, անգամ այն փուլերում, երբ որ դուք անհայտ սկսնակ էիք։ Ինչպես է դա ստացվում, ինչ պետք է անել, որ դա լինի։ Մնալ համեստ, չմոռանալ այն ամենը, ինչի միջով անցել ես։ Ես երբեք չեմ ուրանում այն մարդկանց, ովքեր որ ներդրում են ունեցել իմ կարիերայի ընթացքում, իմ կյանքի ընթացքում, բոլորից շնորհակալ եմ ու փորձում եմ բոլորին ժամանակ տրամադրել, շնորհակալություն հայտնել։ Ճիշտ է, ոչ միշտ է ստացվում, բայց չեմ մոռանում այն դպրոցը, որտեղ որ սովորել եմ, այն մարդկանցում, որ հանդիպել եմ, այն մարդկանց, ովքեր որ ինձ մի բան սովորացրել են, իմ ընկերների մանկության, չեմ մոռանում, որովհետև մարդ պետք է մնա այնպես, ինչպես որ կա։ Բայց ամեն դեպքում հիմա դուք ձեզ էլի լավ բաներ ասելու դիմացեք։ Դուք ուժեղ մարդ եք, դա կարողանում եք անել, բայց երևի թե այն մարդկանց մեջ, ում հետ դուք շփվել եք ձեր կյանքի ընթացքում եւ որոնք ինչ-որ փուլերում կյանքի ձեզ հետ եղել են ընկեր կամ կարևոր մարդիկ եւ մնացել են միգուցե, ձեր ընկալումը փոխվել է։ Դուք արդեն նախկին Հենրիխը չեք։ Դուք բրվալ մարդ եք իրենց ընկալման մեջ, չէ՞։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստ,
հայտնի անձնավորություն եւ այլն։ Ինչպես է այդ իրենց մեջ ձեր նկատմամբ փոփոխությունը ընկալում, ինչպես է տանում դա։ Ինչ որ միտեղ հասկանալի է նրանց ընկալումը, բայց չպետք է մոռանալ, որ հիմա առայժմ 37 տարեկան եմ եւ չեմ փոխվել, թե իմ վերաբերմունքով նրանց հանդեպ, թե իմ շփման ձևով, թե իմ խոսալով։ Պետք է որ հասկանան, որ ես այն մարդն եմ, ում որ ճանաչել են ինձ փոքր տարիքից, թե հանդիպել են 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ, պետք է հասկանան, որ ես այն նույն մարդն եմ, այն նույն տղան եմ, որը եղել է այն ժամանակ։ Ու երբեք չեմ փոխվի, անկախ նրանից հասել եմ հաջողությունների թե ոչ, մարդ պետք է մնա այնպես, ինչպես որ եղել է։ Տեսեք, բարությունը ինչ որ առումով արհեստական բան է։ Ինչու եմ սա ասում, որովհետև հայտնի է, որ նախկին ժամանակներում, միջքրիստոնեական ժամանակներում, ինչպես մենք սկզբում խոսեցինք, բարությունը շատ թուլություն էր ընկալվում։ Մարդիկ բարության մեջ ավելի շատ տեսնում էին ցանկություն շողոքորթել, որ վաղը ինչ որ դրա դիմաց բան ստանաս։ Քրիստոնեությունը բարությունը դարձրեց բացարձակ հանգամանք։ Մենք քրիստոնյաներս հավատում ենք, անգամ եթե Աստծուն չենք երկրպագում որպես հավատացյալ, բայց որպես ժողովուրդ մշակույթ հավատում ենք, որ բարությունը շատ կենտրոնական բան է։ Որոնք են այն դրսևորումները բարության ձեր կյանքում, որոնք դուք համարում եք բացարձակ պարտադիր, ասենք, ինչ բաներ դու պիտի անես, որ բխում են բարության այդ արժեքից, որոնք դուք միշտ կանեք ու երբեք չեք կասկածի տակ դին, որ դա պետք է անել։ Օրինակ իմ համար բարությունը կապված է օգնության հետ։ Ես եթե փորձում եմ մեկին օգնել, բարի լինել, ես չեմ ուզում պատասխան ստանալ նրանից։ Ես ուզում եմ, որ նա շարունակի այդ բարությունը ուրիշին ցուցաբերելով, որովհետև եթե այդպես շարունակենք, շղթա կձևավորվի եւ բոլոր օգնություն կստանան եւ բարի կլինեն մեկը մյուսի հանդեպ։ Իսկ եթե ես մեկին բարություն անեմ կամ օգնություն անեմ ու սպասեմ պատասխանի, այդ ամենը կլինի ընդհանրապես մեր երկուսի միջև։ Դրա համար շատ եմ ուզում ու շատ եմ ցանկանում, որ եթե ինչ-որ մեկին բարություն է անում, պատասխան չսպասի, այլ շարունակի այդ բարությամբ իր կողքինին օգնել կամ իր դեմ կանած մարդուն։ Ձեր կյանքում եղել է պահ, երբ որ դուք հասկացել եք, որ դուք մարդկանց վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեք, քան զուտ որպես ֆուտբոլիստ, սպորտսմեն։ Եվ այդ զգացողության հետ ես կարծում եմ եղել է հարցը երևի թե մի քիչ բան է, ավելի շատ ձեզ խոսելու հնարավորություն տալու համար է։ Ինչ եք անում դրա հետ։ Կամ ինչ հետևություններ է կարելի ձեզ համար, կամ ինչպես եք այդ օգտագործում այդ ազդեցությունը։ Միշտ փորձել եմ օրինակ լինել ինձանից հետո եկող սերունդի համար, իմ պայլաձևով, իմ խոսելով, իմ դաստիարակությամբ, ամեն ինչով, որովհետև երբ երիտասարդ էի, ես էլ ունեի այդպիսի կերպարներ, ում փորձում էի նմանվել, հետևել, առաջին հենց հայրս է եղել, եւ հետո նույնիսկ ֆուտբոլային դաշտում եղել են ֆուտբոլիստներ, ովքեր եղել են իմ համար կերպարներ ու կարելի ասել մարդ, ումից կարելի է մի բան սովորել ու նրանց հետևելով նաև ես փորձել եմ լինել մի կերպար, ումից որ եկող սերունդը կսովորի եւ պետքական կլինի նրանց հետագա կյանքում։ Հայաստանում երիտասարդների մեջ կա այսպիսի ամեն ինչը կոչենք իրենց անուններով ռոմանտիկ գողական մշակույթ, ենթամշակույթ, որը հաստատ բարության հետ որևէ աղերս չունի, դա մի յուրահատուկ դաժան բավականին համակարգ է, բայց շատ երիտասարդներ դրա մեջ թաթախված են եւ տեսնում են այդտեղ ինչ որ իրենց համար նպատակներ, առաջնահերթություններ, բան եւ այլն։ Մենք անդադ տեսնում ենք ինչ որ բակային կռիվներ, որոնք այդ ամենի շուրջ են։ Ձեր կյանքում դա եղել է եւ եթե եղել է, ինչպես եք, ինչ եք դրանից քաղել եւ կամ հիմա ասենք այն երիտասարդին, ով վազվզում է եւ գնդակի հետևից վազում է, որ գող խփի, ինչ խորհուրդ կտաք։ Չի եղել իմ կյանքում այդպիսի դեպքեր, որովհետեւ ես լրիվ այլ ճանապարհ եմ ընտրել, չեմ ուզեցել լինեմ այդ ճանապարհի մի մասնիկը ու չեմ կարող ասել որն է ճիշտը, որը սխալը, որտեղ ամեն մարդ իր ճանապարհն է ընտրում եւ չես կարող ուղղություն ցույց տալ։ Իսկ այն երիտասարդները, ովքեր որ կհետևեն ինձ կամ կլսեն իմ խորհուրդը, որ լինեն այնպիսի մարդ, որ կարողանան հիասմունք առաջացնեն եւ պարտեսնեն իրենց ծնողներին, իրենց հարազատներին, իրենց ընկերներին, ընտրեն այնպիսի ճանապարհ, որ լինեն նրանք էլ օրինակ իրենցից հետո եկող սերունդի համար, որտեղ դա շատ կարեւոր է, եթե ուզում ենք լավ սերունդ ունենալ, լավ
ժողովուրդ ունենալ, լավ ազգ ունենալ, պետք է կարողանալ լավ բաներ եւ լավ դասեր քաղել եւ լավ բաները տեսնելով մենք մեր ճանապարհը ստեղծել։ Մի հաստատ երևի ձեզ այդ հարցը միշտ տվել են, բայց մի քիչ այլ կերպ տամ։ Շատ եւ շատ երիտասարդներ տեսնելով ձեր անցած ճանապարհը երազում են այդ նույն ճանապարհով ընթանալ։ Դա ոչ միայն ձեռքբերումն է, բայց նաեւ զոհաբերությունների ճանապարհ է։ Դա ծանր ընտրությունների ճանապարհ է։ Ռիսկի ես գնում, որովհետեւ կարող է ստացվել, կարող է չստացվել եւ այդ դեպքում հայտնի չի որտեղ կհայտնվես։ Դուք խորհուրդ կտաք ֆուտբոլով տարված այսօրվա, ասենք 5 տարեկան, լավ 5-ը մի քիչ վաղ է, 8 տարեկան երիտասարդին գնալ ձեր ետևից, գնալ ձեր ճանապարհով։ Ձեր փորձը, ձեզ ինչ է այդ առումով ասում։ Միշտ եմ խորհուրդներ տալիս եւ փորձում եմ օգտակար լինել այն երեխաներին, ովքեր որ ֆուտբոլով զբաղվում են եւ անկախ նրանից ֆուտբոլիստ են, թե ուրիշ բնակավարից են, պետք է հասկանան, որ հաջողության հասնելու ճանապարհը շատ բարդ ճանապարհ է եւ այն պետք է անցնես դժվարությունների միջով։ Մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք փախնենք դժվարություններից, խնդիրներից, չենք ուզում առնչվենք, բայց պետք է հասկանալ, որ եթե փախնենք, այդ խնդիրները մեզ հետևելու են։ Պետք է գնանք այդ խնդիրների հետևից, մենք ինքներս գտնենք այդ խնդիրները, լուծենք եւ կարողանանք հաջողության հասնենք։ Դա կլինի աշխատանքով, դա կլինի հավատքով, ինքդ քո նկատմամբ, այն աշխատասիրությամբ եւ մնացած բաներով, որը որ քեզ հաջողության կբերի, որովհետեւ մարդիկ շատ հաճախ տեսնում են մարդու միայն հաջողությունները, բայց չեն տեսնում այն անհաջողությունները, որի մեջ որ անցել է այդ մարդը։ Դրա համար պետք է պատրաստ լինել անհաջողություններին, կարողանալ այդ հարցերը, խնդիրները լուծել եւ հաջողությունները հետեւաբար արդեն կգան։ Մի հարց, որը երևի այս նախորդի շարունակությունների խորհուրդների տեսակետից։ Երիտասարդ տղաների մեջ շատ տարածված է այն միտքը, որ լավ սովորելը խելամիտ բան չի։ Եվ իրենց ընկալման մեջ սպորտսմենը դառնում է լավագույն սպորտսմեն ոչ այն պատճառով, որ լավ է սովորել դպրոցում, այլ ուղղակի լավ մարզվել է եւ հասել է ինչ-որ նպատակների։ Արդյոք դուք երախտապարտ եք ձեր ուսուցիչներին եւ այն բոլոր մարդկանց, որ ձեր կրթական կյանքում ինչ-որ դեր են ունեցել։ Ներառյալ ձեր մայրիկին եւ նրանք, ովքեր ձեզ ուղղորդել են կյանքում։ Ասենք, եթե ուզենաք ընտրել ձեզ համար շրջապատ, դուք կնայեք առաջնահերթորեն այդ մարդկանց կյանքի հաջողություններին, թե իրենց կրթական մակարդակին, այսպես կրթական ցենզին։ Միանշանակ շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին, մայրիկիս, քրոջս, ովքեր որ ինձ ստիպել են սովորել, ոչ թե ստիպել են, այլ ուղղություն են ցույց տվել, որ պետք է սովորել, որովհետև ընտրելով սպորտի բնագավառը ընդմիշտ չի։ Այսինքն գալիս է մի տարիք, երբ ավարտում ես քո սպորտի կարիերան եւ պետք է կյանքում դու քո ներդրումը ունենաս եւ խելք ունենաս։ Այդ պատճառով սովորել եմ, որտեղ իմացել եմ, որ դա ինձ համար է պետք եւ ֆուտբոլային կարիերան ավարտելուն պես արդեն պետք է ունենաս այդ գիտելիքները, որպեսզի կարողանաս կյանքում ոչ թե գոյատևես, այլ ուրիշ ուղղություն ընտրես, որտեղ միշտ չէ որ պետք է սպորտում մնաս։ Շատ մարդիկ կան, որ լինելով սպորտսմեն մոռանում են ուսուցման մասին եւ հետո արդեն սպորտային կարիերան ավարտելուն պես կորած են այս աշխարհում։ Ինչի, որտեվ չեն սովորել, ուշադրություն չեն դարձրել սովորելուն եւ ոչինչով չեն կարողանում զբաղվել։ Դրա համար փոքր տարիքում հասկացել եմ, որ սովորելը դա պարտադիր է։ Սովորել եմ, աշխատել եմ ինձ վրա եւ մինչ այսօրս սովորում եմ, փորձում եմ կատարելագործվել, թեկուզ շփման ժամանակ մարդկանցից ինչ-որ մի բան սովորել։ Ես ունեմ շատ տարբեր ընկերներ, ունեմ ընկերներ, ովքեր որ շատ խելացի են, շատ լավ սովորել են եւ ունեմ ընկերներ, ովքեր որ հաջողության են հասել տարբեր բնակավարներում։ Չես կարող ընտրել ընկերությունը մի բան է, որը որ ժամանակի ընթացքում է լինում եւ նաև պետք է այդ connection-ը լինի, ոնց որ ասում են այդ կապը լինի մարդկանց մեջ, որպեսզի կարողանաս մարդու հետ ընկերություն անել եւ լավ ժամանակ անցկացնել։ Եվ երևի վերջին հարցը, որ կուզենայի ձեզ այսօր տալ, դուք այսօրվա Հենրիխը, եթե հանդիպեիք ձեզ 10 տարեկան, ինչ խորհուրդներ կտայիք կյանք անցնելու տեսակետից, ինչ բաներ կասեիք իրեն, որ եթե նա իմանար այն ժամանակ միգուցե ավելի
Այսօր դուք ավելի լավ տեղում կլինեիք, չնայած դուք շատ լավ տեղում եք, բայց ոնց որ միևնույն է, չէ՞, միշտ այդ միտքը կա, որ եթե այն ժամանակ իմանայի, ապա այն ինչ խորհուրդներ կտայիք։ Չեմ մտածել այդ հարցի շուրջ, բայց կարծում եմ, որ ժամանակը քիչ է, եթե խոսենք 10 րոպե, 1 ժամ, ինչ կարող էի խորհուրդ տալ 10 տարեկան Հենրիխին, կարծում եմ, որ մի քիչ ավելի շատ ժամանակ պետք է գա եւ նաեւ այդ Հենրիխի հետ կուզենայի ապրեի ժամանակի ընթացքում նրան սովորեցնել տարբեր բաներ, ոչ թե միայն ասելով, այլ նաեւ դժվարությունների մեջով նրան ճիշտ ուղղությունը ցույց տալով, որովհետեւ բաներ կա, որ պետք է տեսնես, որ սովորես, ոչ թե միայն լսես, այլ նաեւ տեսնես եւ կուզենայի այդ ամենը նրան ցույց տալ։ Բայց առաջնորդին նրան խորհուրդ կտայի, որ կյանքում դժվարություններ շատ են լինում, պետք է պատրաստ լինես պայքարելուն, որովհետև երբ 10 տարեկան էի, չէի պատկերացնում, որ ֆուտբոլային աշխարհը այդպեսի դժվար եւ խնդիրներով աշխարհ է, եւ երևի թե այդ խորհուրդը ամենաառաջնայինը կլիներ, որ պատրաստ լինես պայքարի եւ կռիվ տալու այն երազանքի ու նպատակների համար, որի հետևից որ ուզում ես գնալ։ Ես փոստացա, որ սա վերջին հարցը կլինի, բայց մի հարց է տամ։ Ինչպես չդաժանանալ դժվարությունները անցնելիս, ինչպես մնալ բարի մարդ, երբ որ կյանքը դժվար է, երբ որ ամեն քայլափոխին դու հանդիպում ես ծանր մարտահրավերների։ Եթե կա խնդիր, կա լուծում։ Չպետք է դաժանանալ խնդիրների ժամանակ, պետք է մնալ սառնասիրտ, պետք է լինել խելացի, պետք է հավատալ, որ դու կարող ես այդ խնդիրները լուծել։ Դժվար է ասել, որ բոլորը այդպես են, բայց պետք է կարողանան պայքարել այդ ամենի համար, որովհետև դաժանաբար ոչինչ չես հասնի, այլ ավելի շատ խնդիրներ կստեղծես քո համար։ Պետք է կարողանաս հանգիստ սրտով այդ խնդիրները լուծել եւ շարժվել առաջ մյուս խնդիրների հետևից, որովհետեւ այս կյանքը լի է փորձություններով, այս կյանքը լի է խնդիրներով, պետք է կարողանաս անցնել այդ ճանապարհը եւ գնալ այնտեղ, որտեղ ուզում ես գնալ։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Բաքվում։ Ես համոզված եմ, որ մենք դեռ իր հետ կխոսենք հենց այս տաղավարում։ Իսկ մինչ այդ, Ռուբեն, մենք սպասում ենք քեզ եւ հիշում քեզ եւ մեր այլ բոլոր եղբայրներին։